Ինչու է ձգձգվում արցախցիներին Հայաստանի քաղաքացիություն տրամադրելը։ Հազարավոր արցախցիներ ահազանգում են, ավելի քան 7 ամիս է իրենց հայտերը հաստատվել են, բայց Հայաստանի քաղաքացիություն դեռ չեն ստացել։ Այ աղջիկ ջան, նյարդերս արդեն չի երիքում։ Չգիտեմ, հոկտեմբերից էլ ես եմ այդ փթերը հանձնել, սպասում եմ, որ պետք է քաղաքացիություն տամ։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում բազմաթիվ արցախցիներ են մեզ դիմում, որ չեն կարողանում քաղաքացիություն ստանալ։ Պատճառը Փաշինյանի վախերն են, համոզված են մարդիկ։ Խորհրդարանական ընտրություններից առաջ գործող վարչապետը չի ուզում, որ արցախցիները Հայաստանի քաղաքացիներ դառնան, քանի որ վստահ է նրանց մեծամասնությունն իր օգտին չի քվեարկելու հունիսի 7-ին։ Այս իշխանությունը հանձնել է Արցախը 100,000 եւ ավելի արցախցիների թողել է անտուն։ Մի մասը մնացել է առանց աշխատանքի եւ այսօր դժվարությամբ են գոնե ամենօրյա հացի փողը մի տեղից գտնում։ Ինչպես գնանք եւ ձայն տանք այս իշխանություններին, այսքանից հետո նորմալ արցախցին կգնա Նիկոլ Փաշինյան կընտրի։ Չեն ընտրելու։ Հայաստանի քաղաքացիություն ստացած շատ արցախցիներ ասում են անպայման մասնակցելու են ընտրություններին ու իրենց քվեով պատժելու են Փաշինյանին։ Ստեփանագետ քաղաքում այնպեսի տուն եմ թողել, որ ես ապրում եմ այս քաղաքում, որ այդպեսի շենք չկա, այդ պիտի գեղեցիկ շենք չկա, ոնց լալա իմ շենքս։ Հիմա ես դառել եմ փախստական բոմժ։ Բոմժը իրանք են, որ մեզ են գցել։ Արցախից բռնի տեղահանված 53-ամյա Արմենը առաջին կարգի հաշմանդամություն ունի։ Փաշինյանին հրավիրում է իր կեցավայր, որ տեսնի ինչ պայմաններում է ապրում։ Պարոն Փաշինյան, ես անձամբ քեզ եմ դիմում։ Ես լինելով առաջին կարգի հաշվանդամ, ուզում եմ անձամբ ախրանատ գա, թե զամդ գա, ուզում աթողա։ Ես վիրավոր առաջի կարգի տղա եմ, չեմ ասում ինչ ճանապարհ եք մենք անցել, ինչ սով եք մատնվել ամիսներով, 9 ամիս տարապել, ոնց կարելի է այդ վիճակում երեխոքում պահացել, դա լաց է։ Ես որտեղից եմ եկել, լացում եմ, որտեղ եմ ընկել։ Արմենը լսել է, չորեքշաբթի Փաշինյանը հանդիպել է որոշ արցախցիների հետ ու հայտարարել, որ այսուհետ Երևանամերձ համայնքներում տուն ձեռք բերելու համար տրամադրելու են ոչ թե 3, այլ 4 միլիոն դրամի սերտիֆիկատ ընտանիքի յուրաքանչյուր անդամին։ Բայց սերտիֆիկատ ստանալու համար Հայաստանի քաղաքացիություն է պետք։ Արմենն ունի, բայց որդին հոկտեմբերից դիմել է, դեռ սպասում է։ 4 միլիոնն էլ իրաց տված, ամեն ինչը իրան տված, ինձ ոչ մի բանը պետք չի, ինձ մի հատ տուն տո, ինչ փաստաթղթեր ես էլ ուզում ես երկալ, դու այդ ինչ օգնություն կա դուք ստացեք, ինձ մի հատ որպես ես առաջի կարգի մահացած մարդից մի հատ տուն նվիրեցեք, իմ ընտանիքս վերցնեմ մտնեմ մեջը, մեր տունը գիշեր ծիրեք կռիվա, որ որտեղից եք եկել, որտեղ եք մեկ ապրում, ես ինչ կյանք կա։ Արցախցիները լավ են հասկանում, թե ինչու է Փաշինյանի կառավարությունը որոշել 1 միլիոնով ավելացնել իրենց տուն գնելու փողը, հատկապես հիմա խորհրդարանական ընտրություններից 2 ամիս առաջ։ Բացահայտ կաշառք է իշխանությունների կողմից եւ տեսանք քզնող արցախցիների, ինչը անընդունելի է բոլորիս կողմից, այն որ տեխնիկական խնդիրներ են ստեղծվում քաղաքացիություն ստանալու համար, դրա մասին մենք վաղուց բարձրաձայնում ենք։ Եթե արցախցի օրինակ 2-3 հոգանոց ընտանիքի անդամներից յուրաքանչյուրին նույնիսկ 4 միլիոն դրամի սերտիֆիկատ տրամադրեն, մարդիկ չեն կարող տուն ձեռք բերել Երևանամերձ համայնքներում։ Այն, որ կառավարությունը առանձնապես մտահոգված չէ արցախցիների խնդիրներով, Նժդեհ Իսկանդարյանը համոզվել է, երբ վերջերս փողոցում պատահաբար հանդիպել է Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին։ Նույն բնակապահովման մասին եմ խոսել, որ հնարավորություն չկա, մարդիկ չեն կարողանում բնակարաններ ձեռք բերել, ինչպես ամենամեծ խնդիրը եղել եւ մնացել է փոքր կազմ ունեցող ընտանիքները, եւ շատ ուղիղ Արայիկ Հարությունյանն ասել է, որ ինչ է ուզում եք արցախցիներով Երևանի կենտրոնում ապրեք։ Ունեմ խանութ գյուղում, ունեմ գյուղում տուն, ունեմ հողաբաց, 3 հեկտար հող, սա թողել եմ այդ փաստաթղթերը կա, հիմա ներկայությամբ եմ անտանելի վիճակում, ես ուզում եմ վերևից գան, մի հատ ճշտեն ու հիվանդ քուր ունեմ
Էսա 3 տարի է ինսուլտը ճանապարհին խփելա, ծայր ծանր վիճակում, մի հատ պապեսով էլ չէ դոկտոր միջև օրս։ Փող չի ուզում իշխանությունից Արցախցին, վստահեցնում է Արմենը։ Ասեն տալի։ Արժանապատիվ ապրուստ է ուզում, որ խլել են իրենից։ Ոչ Ստեփան գետ $100,000 է տոնը։ Լանա Համբարձումյան, Հենրիկ Համազասպյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Ամենայն տախման մարտելի